ճիշտ ասած, այսօր որ առավոտ իմացա ես պետք է անցկացնեմ, մի քիչ դժվար էր թեմա ընտրել, բայց սրտից տրվեց մի հարցի մասին ձեր կիսվել, որ կարծում եմ, որ ձեզ հետաքրքրի բավականին լավ կլինի։ Մենք աստվածապաշտ մարդիկ ենք։ Աստվածապաշտ մարդ նշանակում է Աստծուն պաշտող մարդ։ Աստվածապաշտ մարդ նշանակում է Աստծուն սիրող մարդ։ Սա նշանակում է Աստծուն հավատացող մարդ, Աստծուն ճանաչող մարդ, Աստծու համար ապրող մարդ։ Եվ փառաբանությունը եւ երկրպագությունը աստվածապաշտ մարդի կյանքի ամենակարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է։ Հնարավոր է, որ մենք դինենք մի այնպիսի տեղ, որտեղ այլալեզու են, մի ուրիշ լեզվով են խոսում։ Եվ իրենց երկրպագությունը ասկի չհասկանանք են, լեզուն չհասկանանք, ինչ են ասում, բայց մի լեզու կա, որը պաշտմունքն է Աստծո, սերն է, այդ հաղորդակցությունն է, որը հոգու լեզու է, եւ դու կարող ես մտնել այդ երկրպագության մեջ, օրհնել Տիրոջից, նրա ներկայությունը վայելել, մի բառ չհասկանալով հանրեց։ Ով է մտածում, որ հնարավոր է սա։ Հնարավոր է։ Այսինքն Տիրոջ ներկայությունը կախված չի քո լեզվից, կախված չի քո մտքից, կախված է իր ներկայությունից։ Երբ որ Տերը ներկայ է, լիացնում է, լեցնում է։ Ուրեմն Ելից 3-րդ գլուխ 1-ից 12 խոսքը ես ես համար ուզում եմ կարդալ։ Ավելի շուտ ոչ թե կարդամ, մի փոքր ասեմ, որ չի երկարի շատ, այն պահն է, երբ որ Մովսեսը ոչխարներն է առանձեցնում եւ տեսնում է, որ մի մորենի այրվում է, այրվում, ինչի վերջանում։ Հետաքրքիր է։ Մոտենում, հետո լսում է Տիրոջ ձայնը, մաս կառնենք, բաժանենք մի 4-5 մասերի եւ փորձենք փոլ դիտարկել եւ տեղավորել մեր կյանքի մեջ ու տեսնենք, արդյոք մենք սրա մեջ մեզ ինչպես ենք գտնում։ Եվ ես քարոզի վերնագիրել եմ այրվող մորենին։ Մորենին այրվում էր ու չէր վերջանում։ Օրինակ, գիտեք, որ մարդկային ամեն ինչը վերջանում է։ Երկրավոր ամեն ինչը վերջում է։ Ամեն տեսանելի բան ժամանակավոր է, բայց աստվածային հավիտենական է։ Գրված է եւ երկիրը կանցնի, եւ երկինքը կանցնի, բայց Աստծո խոսքը կմնա հավիտյան։ Եվ ցանկությունը կանցնի, ամեն բան կանցնի, բայց Հիսուսն ասաց իմ խոսքերից երբեք չի անցնի։ Մի խոսքով այն մորենին, որը այրվում էր, ինչը հետաքրքրեց, ինչը ձգեց Մովսեսին։ Հնարավոր է նա տեսել էր շատ այրվող մորիներ, բայց եթե մեկը հետաքրքրեց, ասացից ոնց է, այրվում, չի վերջանում։ Որ իրեն հետաքրքրեց, որպեսզի մոտենա այդ կրակին, որտեղ եղավ իր եւ Տիրոջ հանդիպումը։ Հնարավոր է շատերը նայեն ձեր կյանքի ու ասեն, այս ոնց է չի հանգում, այդ ոնց է, ինձ շատ է եղել պատասխան, արա լեն գիրք կարդում ես, ասեմ բառը կարդում, աչ բրծավ այդ գիրքը, բրծավ, դուրից սկսեցի։ Էլի ապրստում, էլի ենք սկսում, բրծումա դուրից ենք սկսում, համաձայն եք, ինչու ենք մենք այդ գիրքը անընդհատ կարդում, հո դում չենք, հո դեբիլ չենք, որովհետև Աստծո խոսքը ոչ թե գիրք է գեղարվեստական, այլ կյանքի հաց է։ Մենք նույն հացը ամեն օր ուտում ենք, ով ամեն օր հաց ուտում։ Ինչ ուտեք, չտեք, գոնե հացը պետք է ուտեք։ Հացից ձանձրանում եք։ Երբ որ սոված եք, չէ, քաղցած եք, այդ հացը որ ուտում եք, ոնց որ թե առաջ անգամ հաց ես ուտում, չէ, որ շատ սոված ես դրում, հարցակում ես վերել ու ոչնչացնում ես, ոնց որ չէի տեսես գիտ հացը։ Հացը այնպեսի մի հատկանիշ ունի, որ որքան էլ դու ուտես, հաջորդ անգամ որ քաղցած եղար, նույնիսկ ուտես նույն նախորժակով, այնպես որ կարծես թե առաջին անգամ ես ուտում։ Երանի ձեզ, երբ որ ձեր մեջ կառաջանա հոգու այնպիսի մի քաղց, Աստծո հանդեպ այնպիսի մի ծարավ, որ ամեն անգամ, երբ որ նրա հացը ուտեք, մի կարճ ժամանակ հետո նորից կքաղցեք եւ ուզենաք նույնը ուտել։ Քարոզներ կան, օրինակ, որ 5 անգամ լսես, չես սանձրանա, 20 անգամ լսես, չես սանձրանա։ Երբ ամեն անգամ նրանց վերցնում ես մի բան քո հոգուն հարազատ, բայց կարող քարոզնի մի անգամ էլ շատ լինի լսելու համար։ Այսինքն խնդիրը այն քարոզները չէ, հետաքրքիր իմաստուն մտքերը չէ։ Կարևորն այն ինչ են ես խաղում նրանից, արդյոք զգում եմ Տիրոջ ներկայությունը, վայելում եմ նրան եւ ինձ համար հաճելի է երկար մնալ Տիրոջ ներկայության մեջ, ինչպես Դավիթն ասում էր, եւ մշտապես Տիրոջ տան մեջ մնալ։ Միշտ հավիտյան։
Տիրոջ ներկայությունը շատ քաղցր է։ Մովսեսը անցավ կյանքի 3 փուլ։ Առաջի 40 տարին նա ապրեց Եգիպտոսում, կրթվեց եգիպտական ամենաբարձրագույն կրթությամբ, ձեռք բերեց Եգիպտոսի ամենաբարձրագույն տիտուլը, ամենաբարձրագույն տիտղոսներից մեկը, հավակնորդ էր նույնիսկ նա փարավոնի, որ փարավոնի մայից հետո չէր բացառվում, որ նա որպես փարավոնի քրոջ գործի, այսպես է նա երևում, որ ինքը կարող է նաև բազմել Եգիպտոսի գահին, որտեղից գիտենք, որ սա հնարավոր է, որովհետև Ավետարանը մեզ տալիս է մի տեղեկություն, որ եւ նա ավելի լավ համարեց Քրիստոսի չարչարանքները եւ նախատինքները ու չարչարվել Աստծո ժողովրդի հետ, քան թե հաղթանալ Եգիպտոսի ժամանակավոր հարստության մեջ։ Առաջի 40 տարին Տերը թույլ տվեց, որպեսզի նա կրթություն ստանա։ Հնարավոր է ձեզ ձեր կյանքի առաջի փուլը Աստված թույլ է տվել, որ դուք ինչ-որ որոշակի կրթություն ձեռք բերեք։ Բայց հետո այդ կրթությունը մտցնում է իր մսավացը աղում ոչնչացնում է։ Թեկուզ վերցնում է դրանից իրեն հարմարը եւ շարունակում է օգտագործել։ Մի մտածի կրթությունը կարևոր բան չի։ Կրթությունը մարդի մտահորիզոնը լայնացնում է, մարդի դարձնում է ավելի նրբանկատ, ավելի իմաստուն։ Չի դարձնում աստվածապաշտ, բայց երբ որ դու դառնես աստվածապաշտ, արդեն սա կարողանում ես օգտագործել Աստծո բառի համար։ Տերը քեզ սկսում է օգտագործել իր ճանապարհների, իր խոսքի մեջ։ Երկրորդ փուլը իր կյանքի սա էր, որ փախավ Եգիպտոսից եւ հաջորդ 40 տարին չոբան էր, հողություն էր անում, չոբան բարես բուն իմաստով։ Ամուսնացավ ինչ-որ մեկի հետ, իր անելուց ոչխարներն էր պահում։ Հետաքրքիր էր, նա դեռ աստվածապաշտ չէր, իրոք չէր հանդիպել, եւ ժամանակ այնպես զարմանալ էր, կյանքն ինչ է, ում նա պետք է 40 տարի այնտեղ ինչ ունեի, հետո փախ եկա այստեղ, լավ բան էի ուզում անել, հрьяաներին ուզում էի օգնել, վերջին ժողովուրդներին, հմի այստեղ եկել եմ չոբանություն եմ անում, երևի սա իմ կյանքի վերջն է, այստեղ primերն է։ Այն ապագա չէր տեսնում։ Ինչպես չի բացառում, որ ոմանքս մեր կյանքի երկրորդ էտապում, երբ որ Աստված սկսում է մեզ անցկացնել իր խաչով, Քրիստոսի խաչով, մենք սկսում ենք հասնել նույնիսկ ծայրահեղ հուսահատության աստիճանի, ու մեզ թվում է, թե սա ինձ վերջն է, սրանով պիտի վերջանա։ Ես կարդացել եմ մի քրիստոնյայի կյանք, նրանք ամուսիններ էին, Չարլզ եւ Ֆրենսիս Խանդեր, ովքեր են լսել նրանց մասին կամ կարդացել, նրանց կյանքի։ 49 տարեկան մինչև հասակում իրենք եղել են բապտիստներ, ոչ Սուրբ Հոգով մկրտված են եղել, ոչ Սուրբ Հոգով լեցված են եղել, ոչ էլ իրաց որևէ բան հետաքրքրում էր։ Մտածում են սա է, մեր կյանքի նորմալ ձևը էսպես էլ անում, մենք հավաքում ենք հետո սրանք վերջանա։ Բայց ով կիմանար, որ 49 տարեկան հասակում Սուրբ Հոգին կայցելի, կլեզնի դրանց եւ օգտագործի աշխարհում երկրի ամենազորավոր ներգործությամբ։ Եվ հազարավորները, միլիոնավորները պետք է գան եւ նրանց առջեւ անցնեն։ Նրանք պետք է ձեռք տան ու հնգնեն գետին, պետք է բժշկվեն, պետք է լսնեն Սուրբ Հոգով, պետք է շնորհները իրենցից փոխանցվի հազարավորների։ Ով գիտի, ոչ մեկը, բայց Աստված գիտեր։ Հետաքրքիր է, որ գալիս է մի բան, երբ որ դու ել կարծում ես քեզանից հույս չկա, քեզից մարդ դուրս չկա։ Հենց այդ ժամանակ Տերը սկսում է քեզից մարդ ցանկել։ Չգիտեմ, ասում են Էդիսոնին, ուսուցիչներն ասել են, թե քեզից մարդ դուրս չկա։ Բայց Էդիսոնը դարձավ 1000 գյուտի հեղինակ գիտակային։ Ես ձեզ ասում եմ, ասեք ես մարդ դուրս չկա։ Հա? Երբ որ Տերը հպվի ձեր կյանքին, ձեզանից ամենալավ մարդը դուրս կգա։ Երրորդ փուլը Աստված երևաց նրան, հանդիպեց, հանեց, ուղարկեց եւ սկսեց գործածել զորավոր ձևով եւ բազմաթիվ հրաշքներով իր ժողովրդին դուրս բերեց Եգիպտոսի ստրկությունից, տանելով դեպի խոստացյալ եւ մարգարեությամբ խոստացված Քանանի երկիրը։ 40 տարի ոչխարների հետ լուր ու ամփոփ։ Ինքն ամփոփ։ Դու պատկերացեք, դու ոչխարների հետ որեթում ես, կարող է ոչխարն ասես հրյա, քշա, չգիտեմ ինչ, բայց ոչխարի հետ չես նստի կյանքդ պատմես, ասես պատմեմ Եգիպտոսի ինչ էինք անում, գավաթակ որ ոչխարի հետ նստել պատմել Եգիպտոսի իր կյանքից։ Չէ։ Այսինքն Տերը նրան առանձնացրեց, որպեսզի նա քիչ խոսակից ունենա, ավելի շատ մտածի, քան թե խոսի։ Հիշեք, լավագույն հոգևոր մարդիկ ավելի շատ մտածում են, քան արտահայտվում։
Չգիտեմ, մեկը մի հատ նամակ է գրում, ինչ-որ մի հատ քաղաքական գործիչ, բայց լավ բան է գրում, էլի։ Ասում է կներես, որ նամակս երկար ստացվեց, քանի որ ժամանակ չունեի կարճ գրել։ Այսինքն երբեմն կարճ գրելու կամ կարճ խոսելու համար ժամանակ է պետք, որպեսզի դու մտածես, որպեսզի խոսքերդ խտացնես, որպեսզի կարճ բան ասես, բայց իմաստալից բան ասես։ Ուրեմն, ձեր կյանքում Տերը կարող է ձեզ երբեմն մեկուսացնել, որ դուք դառնաք ինքնամփոփ, լուր ու մտածել, ավելի շատ մտածել։ Ով ավելի շատ խոսում է, քան մտածում, նրանից բան դուրս չի գա։ Մարդ դուրս կգա։ Պողոս է դուրս կգա, Պետրոս է, Կիրակոս է, Հրանուշ է, կծնի, շատ երեխեք կպերի, բայց Աստծո մարդ դուրս չի գա։ Ուրեմն առաջին կարևոր բաներից մեկը, որ մենք սովորենք ավելի քիչ խոսել։ Հակոբոս Արաքյանն ասում էր, որ դուք արագ եղեք լսելու մեջ, դանդաղ եղեք խոսելու մեջ։ Երկու անգամ լսել, նոր մեկ անգամ խոսել։ Համաձայն եք սրա։ Հաջորդը, որ նա մենակ էր, շատ հավանական է, որ նա Աստծո հետ ավելի շատ կխոսեր։ Ձեզանից ում հետ է պատահել, որ Աստծո հետ սկսել եք խոսել Ձեզուս հետ։ Աստված իսկական ձերքում կայնար չէ, որ խոսի, ես արժի իր հետ պատասխանի։ Բայց մեկուսի քո մեջ խոսում ես Տիրոջ հետ, քեզ։ Դες քիչ իրես են դերը լսած, չլսած, բայց խոսում ես։ Կամ երբեմն դու նույնիսկ զգում ես, որ Տերը լսում է քեզ։ Հա՞, եղել է։ Ում է եղել որ խոսի։ Իսկ ում է եղել, որ դիալոգի մեջ մտնի Աստծո հետ։ Եվ ասի, եւ լսի։ Բայց ականջով չես լսում, ներքին ձայնով ես լսում։ Եվ զգում ես, որ այդ ներքին ձայնը քո ձայնը չէ, հենց դա Տիրոջ ձայնը։ Ու հետաքրքիր խոսակցության մեջ ես պատահում։ Եվ երբ որ դու Աստծո հետ առանձնանում ես եւ սա տևում է տարիներ, մի ժամ չէ, ընդամենը մի պահ չէ, տարիներ, Աստված սկսում է քո սրտի շատ բաներ խոսել։ Դու սկսում ես ներքուստ ճանաչել զգալ Տիրոջ ձայնը։ Մովսեսը քանի որ ընտրյալ մի անձ էր, որի միջոցով Աստված պետք է զորավոր գործ կատարեր, Աստված մեկուսացրեց, տարավ այնտեղ, որտեղ քիչ պետք է խոսեր, եւ եթե խոսեր անգամ պետք է խոսեր Աստծո հետ։ Կարող է Տերոջ հետ խոսել։ Տերոջ համար դերի մեր իրիկուն կնի կամ մի բան կարծել եւ անել պատասխանել։ Շատ ժամանակա կընկեր մարդիկ զայլը չնան։ Կամ շատ է պատահում, որ դու մտնում ես հաղորդակցության մեջ, Տիրոջը զգում ես, ուզում ես վայելել, կողքից մեկը կսմբրտում խոսում է այդ, չես ուզում խոսել, ասես մի խանգարի, էլի, ինչ ես ուզում, ասա։ Համաձայն եք։ Եկեղեցում էլ հնարավոր է երկրպագության ժամանակ դու Տիրոջ հետ կապվել ես, սիրում, վայելում ես նրան, մեկը մի հիմար արծ է տալիս, կամ մեկն եկի աթոռ ուզում, մեկն եկի ասում բանալներ է, դու մեկն եկի ասում քեզի էլեկտրիկն է կանչում, չնի ով կանչում։ Քեզ ես էլ ասում ինչի համար ինձ հանեցիք ես ներկայքին, ես վայելում եմ իմ Աստծուն։ Բայց չի բացառում, որ դա նաև ինչ-որ միտեղ խոսեր ոչխարների հետ, չեմ ասում խոսեր այն իմաստով ինչի մասին ես ասացի, որ ասենք ինչ-որ լուրջ բաներ պատմեր, հասարցներ կամ թվաբանություն սովորեցներ։ Բայց ասենք պատահում է, որ ոչխարներին սկսում ես սովորեցնել կամ սովորել ոչխարի խառնվածքը, ոչխարի լեզուն, այսպես ասած, եւ ըստ այդմել ոչխարներին առաջնորդել։ Ես տեսել եմ, որ դա եզնիները, որ ավելի շատ են կապված ոչխարների հետ, ասեք այդ ազգը անաստապահության հետ կապ ունի։ Ոչխարներին հատուկ ռեպլիկներ են թողում եւ ոչխարները լսում են։ Ես մի անգամ տեսել եմ, ասես, ես միշտ այս բաներին ասում, ոչխարը լսում է։ Ես այդ մոտ ոչխար ունեի, ես բռնում էի անգաշներից, պոկում էի, գժվում էի, ծեծում էի, վերջում ծեփում էի, գետին չէին լսում ինձի։ Արդեն կասկածանք ունեի, Տերն ասում է ոչխարները խելոք կենթան, այստեղ խելոք բան չկա։ Հասկանալի է, պրոստո այդ խեղճ ոչխարները խելոք էին, ես էի անխելք։ Ես գիտեի այդ ոչխարները մարդիկ ես հասկանանք, ես որ ասում իրանք լսեն։ Եթե դուք չեք հասկանում ոչխարի լեզուն, ոչխարը երբեք չի հասկանա ձեր լեզուն։ Հա? Համաձայն եք սրա։ Եվ քանի որ նա պետք է դառնա Իսրայելի ժողովրդի առաջատար, Տերը նրան պետք է ցածրացներ, որ հասարակ մարդի լեզուն հասկացի, որպեսզի նա կարողանա քեզ հասկանալ։ Եվ վերջում Քրիստոսը կարող էր երկնքից աստվածային ձևով խոսել։ Դուք գիտեք, որ Աստված հայերեն չի խոսում։ Դուք գիտեք, որ աշխարհի ոչ մի լեզու աստվածային չէ։ Մենք որ խոսում ենք, սա սովորական մարդիկ են, ոնց որ ոչխարը ոնց է բրբռում, որ իրար հասկանան ոչխարները։ Մեր խոսակցությունները մարդկային բրբռոց են տանում։ Երբ որ կգնանք երկինք, այնտեղ կհիշեք իմ ասածը։
Երկնքում այլ լեզու է, որը մտքի ծայրով չի անցել, դա խոսակցություն չէ։ Դա երկնային հաղորդակցություն է Սուրբ Հոգու։ Բայց որպեսզի քեզ այդ հաղորդակցությունը դու հասկանաս, ոչ թե ինքը խոսեց իր լեզվով, որ մեր համար անհասկանալի մի որոտ կարող է թվալ երկնային, այլ ինքը եկավ երկիր, մարդկային լեզու առավ, մեզ խոսեց եբրայերեն լեզվով։ Կարող է հայերեն խոսել, չգիտեմ։ Հայերեն խոսած կարող է։ Բայց ամենայն դեպս, եթե դուք ուզում եք մարդիկ ձեզ հասկանան, ասենք մի բաժակ ջուր կուզենաս քեզ բերեն, դու պետք է ցածրանաս, մարդի լեզվով ասես, ասես Քրիստի ջան, մի բաժակ կարաս ջուր բերես։ Այլապես դու մի հատ ինչ-որ մի բան կարող ասես, ինքը չհասկանա։ Հասկանալի է։ Նա հասկանում էր նրանց։ Եվ դրանք են որոշակի չափով, իրենց ոչխար մակարդակով կարողանում էին հասկանալ իրենց որդին։ Ովի հետ նրանք ավելի հանգիստ էին զգում։ Որպես ովիվ, նա սովորեց հոգատարություն ցուցաբերել։ Գիտեք, անասունը, բայց անասունի հետ նաև հոգատարություն է ցուցաբերում, որովհետև ի վերջին կենդանի է։ Ով անասունին կրտում, մենակ սեցուն լոյգեն պատճառով ինքը անասունա, չէ, ասում մեղ կա, չի սեցուն, ենդ կենդանի, չէ, վերջապես կենդանի, բայց չի կարելի այդպես վարվել։ Նա սովորում էր հոգատարություն։ Եվ եթե դուք անասունի հետ հոգատարություն սովորեք, մարդի հետ հոգատարություն։ Բայց եթե դուք դաժան եք կենդանու կատմամբ, դուք նաև կարող եք դաժան վերաբերվել մարդուն։ Տերը սովորեցնում է բոլոր նրանց, ովքեր որ պետք է հովվեն, ովքեր պետք է առաջնորդեն, դառնան առաջատար, Տերը քեզ պիտի ցածրացնի ու հավասարեցնի ամենացածր մակարդակին, որպես դու կարողաս ամենացածրին չանտեսելով բոլորի հետ միասին բարձրացնել։ Քրիստոս եկավ ցածրացավ, մինչև ուր մահվան հաճախային։ Ցածրացավ մինչև անգամ Բուդայի ոտքերը լվանալու աստիճան։ Ցածրացավ մարդկային ամենացածր մակարդակին, նեղավորության ամենացածր լղոզված վիճակին, որպես այնտեղից կարողանան բարձրացնել բոլոր նրանց, ովքեր որ կընդունեն եւ կհավատան իր անունը։ Ահա։ Նա պետք է հասկանար նրանց ծարավը, պետք է հասկանար նրանց քաղցը։ Որտեղ եղել է, որ ոչխարը ջուր ուզի, ասել մի բաժակ ջուր բերի, կամ մի վեդրո ջուր դու խմել։ Ինչ անում է ոչխարը։ Ուտեսել եք։ Բրբրում է։ Կովը ծարավալում ինչ անում։ Որում է։ Ոչ չի ասում ջուր։ Սովածել եմ նույն ծարավալում ինչ-որ չգիտեմ ինչ ասում, ամբողջը անխենք մարդը չի ջոգում ինչ հավուսում, բայց խելքով, խելացի հովիվը հասկանում, ահա ծարավը, հա սովածա, հա ու երեք շոքա, դրանից է կորում։ Օրինակ մի օր մենք կարող պատված ունենք, մենք կով ունեինք մի հատ, այդ կովը դժոխքեր ենք են մեր դուք։ Մեր դուքը կովի համար դժոխք էր, երբ որ մորթեցին գիտի երանությամբ գնաց խառնվեց իր նախնիներին։ Որտեղ այդ կովի հանդեպ հոգատարություն չէին կարողանում ցուցաբերել, որտեղ կովի դες չի հասկանում։ Մի օր նստած բան էի թերոս։ Մտած բաղ, այդպես մտքերից ցնցվում էր, չեմ կարողանում հավաքել այդ կովը, հա գոռում։ Այնքան գոռաց, հետո գնացի խորտից եկա նստա գոռաց, գնացի ջուրտվեցի, եկա նստա գոռաց։ Ինչ արեցի գոռաց, եղա, դեմանացա։ Դե որ մի բանի երկու շատ իր չես զուր լսես, իդի ոնց որ ավելի շատ բանանի, ավելի չես քրքրի, ավելի ներմայնացնի։ Իլա գնացի կայնակովի կովը մտածի ասի ինչ անեմ, ուսկուվին, տեսա դրա այս մրոթ էս բան ունի, էս վիշտուկ բանալու գալիս, ասի точно проводով կապելիս կա բանա։ Նրանց проводը բերից այրումից, քաշեցի բերանից լավ ցկեցի, պապեցի էլ ուզենալ չէր կարող բանալ։ Ասի դին կողը։ Եկա նստա գիրքը դու բացեցի, նայում եք Թե ասում ինչ որ։ Իմ փոխարեն այդ կողքի փողոցի հարևանները գալիս ասում էին, այ մարդ, կերավ այդ կովը մեզ, այդ կովին տեր կայնի այդ կովը վերջը ամուսին էր ուզում կովը։ Բայց շատ այդ կովը գոռանում է ջրից, հոխոտից նիրսից բացի կովը կարող ուրիշ բաներ ուզենալ։ Այսինքն հովիվը պետք է կարողանա հասկանա կատվի լեզուն էլ հասկանա, մկան լեզուն էլ հասկանա, շան լեզուն էլ հասկանա, ամեն մեկի լեզուն հասկանա, մարդի լեզուն էլ հասկանա, տկարի լեզուն էլ հասկանա, վիրավորվածի լեզուն հասկանա, վիրավորվածի ոգին հասկանա։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Պետք է կարողանա հասկանալ։
որի պատճառով Տերը առանձնացնում էր, որպես նա կարողանար սովորել։ Իսկ եթե չարություն անեին, պետք է մորթիր։ Չէ՞։ Դե կհանդուրժի։ Կհանդուրժի։ Որովհետև ի վերջո եկեղեցում եթե հովիվ հանդուրժը չիմանա, ով չարություն անի, մորթի։ Եվ Մովսեսը հաճախ էր անցնում այդ լեռան մոտով, բայց երբեք չէր նկատել այդ կրակը եւ չէր տեսել այդ կրակը, որովհետեւ չկար։ Ուրեմն հնարավոր է մի լեռան մոտով դու անընդհատ անցնես։ Դիք վերցնեք սա այդ լեռը թողնի, Սինա լեռը, որտեղ դու շատ ես մտել եւ դուրս եկել, ոչ մի անգամ այդ կրակը չես զգացել։ Բայց մի վախեցի, դրան օր կա եւ դրան ժամ կա, նախասահմանություն կա եւ դա դու չես որոշում, այլ Աստված։ Եվ օրերից մի օր հանկարծ կանգնես, այս Աբյոնի կողքով, որ անընդհատ քեզ փայտ է թվացել, ու կտեսնես կրակի պես այրվում է ու չի վերջանում։ Հնարավոր է, որ եկեղեցում դու լսես քարոզներ, որոնք քեզ սովորական ընդամենը իմաստության միտք է թվացել, բայց այս անգամ կրակի պես խոսում է քո սրտին, ինչ-որ բաներ է խոսում։ Եվ դու անտարբեր չես անցնում։ Հանդիպում ես Տիրոջը եւ Տերը ստում է քեզ հետ խոսել։ Ովքեր նավատում որ Տերն իր հետ մի օր պետք է խոսի։ Եվ այդ մորենու կրակներին դու պետք է հանդիպես, եւ նա կխոսի քեզ հետ։ Եվ շատ յուրօրինակ է լինելու այդ հանդիպումը, որը նման չի լինի քո նախկին բոլոր հանդիպումներին։ Ինչ գիտենք մենք Քորեբի մասին, այդ լեռան մասին, որի վրա Տերը խոսեց Մովսեսի հետ։ Մի քանի ծաղկակավ ուզում եմ անեցես, թեկուզ գիտության առումով։ Դա այն լեռն էր, երբ Տերը երևաց Մովսեսին կրակով, Եբրայեցիս 3:1-22, սա ասեցի։ Երկրորդ դա այն լեռն էր, որտեղ ժարից ջուր բխեց, Ելից 17:8։ Քորեբից ջուր բխեց։ Հիշում եք։ Երրորդը, որտեղից օրենքը ստացան, Մալաքիա 4:4։ Դա սովորական սար չէ։ Հետաքրքիր է, որ երբեմն կան լեռներ, կան վայրեր, որոնք սովորական չեն։ Հատուկ են նրանք, եւ Տերը ոնց որ հատուկ իտեղ է հանդիպում մարդկանց, հատուկ օրենք շեշտեց դեռ թերապրես բուկերին։ Հատուկ ջուրը հենց այդտեղից բխեց։ Ցույց տվեց, որ այս ժայռը սովորական ժայռ չէ։ Սա այն վեմն է, որի մասին հետո կիմանանք, որ կգա երկիր։ Եվ այդ վեմը Պետրոսն էր, եւ այդ վեմը Քրիստոսն էր։ Որի վերջում մենք պետք է հասկանանք, որտեղից եկավ օրենքները, որտեղից եկավ շնորհքը եւ ազնվությունը, որտեղ մենք կարողացանք հանդիպել Եհովային Քրիստոսի մեջ, որտեղ մենք կարողացանք մեր մեղքերի թողությունը գտնել Քրիստոսի մեջ, որտեղ մենք լիարժեք հագեցանք Քրիստոսի մեջ։ Եվ այդ ժայռը Քրիստոսն է, թեկուզ Քորեբի խորհրդապատկերով։ Սակայն նույն լեռան մոտ Իսրայելը անբարոյականություն արեց եւ կուռք շինեցին։ Երկրորդ օրինաց 9:9։ Հետաքրքիր է, որ այն լեռը, որը սուրբ էր, որտեղ կատարվում էր բոլոր երկնային այդ արարողությունները եւ Տիրոջ հետ ունեցած հաղորդակցությունը հանդիպումը, հնարավոր էր, որ նույն լեռան ստորոտին շնություն եւ փոխություն անեին։ Կռապաշտություն անեին։ Սա էլ չի բացառ։ Տերը ուխտ արեց Իսրայելի հետ, երկրորդ օրինաց 29:1, նույն լեռան վրա։ Եղիան 40 օր ճամփա գնաց եւ հասավ Քորեբ լեռ, որտեղ բարձրացավ Տերը խոսեց նրա հետ։ Չէ՞, սկզբից ինչ է երևաց։ Երկրաշարժ, լեռներ քանդող, ապարաշ կտրող, կրակ, ոչ գիտեմ ինչ, վերջում մեղմ եւ բարակ ձայնով Տերը խոսեց նրա հետ։ Երրորդ հակավորած 19:8։ Եղիա ինչ է եղել, ինչ ես եկել, ինչ ես ունում։ Եղիան իրան կորցրած Տեր, կոտորեցին քո մարգարեներին եւ փծուցին քո սեղանները, հիմա իմ անձն եմ փնտրում, մենակ ես եմ մնացել։ Տերն ասեց չէ, մենակ չես մնացել, քո նման 7000 կա, որոնք բաղին ծոք ծնրադերեցին ու չհամբուրեցին։ Երբեմն մեզ թվում է, թե մենք ասում ենք Տիրոջ մոտ, ասում ենք մենք մենակ ենք, էլ եւ երկրորդը գոյություն չունի։ Տերն ասում չէ, մենակ ես, քո նման շատ կա։ Քո նման տկարել շատ կա, քո նման զորավորել շատ կա, քո նման աղմախել շատ կա, քո նման իմաստունել շատ կա, քո նման լիքն ալ, որ տեսակից դու կաս, այդ տեսակից լիք կա։ Այնպես որ մխիթարված զգացեք բոլոր դասի մարդ։ Ձեզնից շատ կա, մենակ չէ։ Բայց ի վերջո Տերը կանչում է, որպեսզի մենք այստեղ բարձրանանք, իմաստուն դառնանք, մեր իմանություններից ազատագրվենք, մեր կռապաշտություններից, անբարոյականություններից, ինչ որ կա, ինչ որ մեզ խանգարում է,
ազատվենք, որպեսզի կարողանանք բարձրանալ սինաներ, հանդիպել Տիրոջ հետ, մեր երեսի գույնը կփոխվի, մեր երեսի մորթը կդուսարձակի, եւ դու կիջնես այդ լրից ոչ նախկինի նման, դու կիջնես լրիվ նոր արարած։ Մոսես իջավ այդ լրից, Իսրայել ժողովուրդը տեսավ ուրիշ մարդ, 40 օր հետո նա վերադարձավ լրիվ ուրիշ մարդ, չէին կարողանում նայել վաղանցքի երեսին, նրա երեսի փառքի պատճառով։ Առավել ևս, երբ որ մենք հանդիպենք Տիրոջը, մեր երեսն պետք է փայլի։ Դա նույն սինաներն է, որը գտնում է Արաբիայում, Գաղատացի 4:24-ն է ասում, քորև դա 5 տակարանի խորհրդանիշն է, վերում երեսանում է, որ մեր ամենքի մայրն է, որ մեր ազատությունն է։ Տերը երևաց կրակով։ Մենք Տիրոջ հետ հանդիպել ենք, ովքեր որ Սուրբ Հոգու օծություն ունեն, ովքեր մկրտություն ունեն, դուք արդեն մի անգամ կրակով հանդիպել եք։ Ինչպես Պենտեկոստեի օրը, երբ որ կրակի լեզուներ երևաց, կոչաղեն լեզուների պես, ես չգիտեմ ոնց է եղել, բայց ձեր հետ պատահել է, որ դուք աղոթել եք Սուրբ Հոգով, ինչ-որ կոչաղեն լեզուներ ոնց որ ել, այն ինձ մի բան, որ բռնկվում, ոնց որ կրակ դառնա։ Այն ժամանակ որ իմաստուն բաներ եք ասել ուրիշ լեզու, բայց եղել է բոցեղեն, եղել է անբարբար, անլուր լեզուներ, ասկի լեզի նման չեղեց, իդիկի ծլվլոց, ես չգիտեմ ինչ, որովհետև դա մարդկային լեզու չէ, դա Աստծո կրակն է, եւ Աստված նրանով քո հետ չի խոսում, Աստված իր հետ է խոսում, քո հոգու միջոցով, քո հոգի խոսում է Աստծո հոգու հետ, Սուրբ Հոգու ներգործությամբ, եւ իրար հասկանում են նրանք, քո հոգին եւ Աստված իրար հասկանում են, իսկ բութ մարմինը չի հասկանում։ Ես իմ մարմինից ջոփում եմ մեկ-մեկ, դում, ախ, դու չես հասկանում, համել խանգարում ես հոգուս, շատ ես խանգարում հոգուս, շատ։ Աստված երևաց կրակով, կրակը լույս է տալիս։ Ուրեմն, որ սա վերցնենք որպես հոգևոր խորհրդանիշ, Աստված լույս է։ Երբ մենք հանդիպում ենք Տիրոջը, լուսավորվում է մեր կյանքը, լուսավորվում են մեր ճանապարհները, լուսավորվում է մեր միտքը, չէ՞, լուսավորվում են մեր ծրագրերը։ Այսինքն դառնում է հայտնի այն ինչ որ մենք մի ժամանակ քայլում ենք անորոշության մեջ չիմանալու մեր հաջորդ տարին ինչ կլինի, մենք մեր ամբողջ կյանքը գիտենք, որ Աստծո համար է եւ դառնում է իմաստ ունեցող։ Կրակը ջերմացնում է։ Թե՞ չի ջերմացնում։ Ջերմացնում է, որովհետև մենք կրակից կարող ենք տաքանալ։ Բայց կրակը կարող է նաև այրել։ Այն նույն կրակը ինչպես կարող է, համ լույս է տալիս, համ ջերմություն արտադրում, համ կարող է վառի։ Եվ նույն աստվածային կրակը, որ քեզ ջերմացնում է, լավ ես զգում, անուշ ասում ես, ինչ լավ է, ինչ ջերմ է, ինչ անուշ է, ինչ քաղցր է, ու անկարծ մեկ է տեսար քեզ այնպես կայրի, ասես, վայ, ես Տերն է, այո, Տերն է, ինչ չի այրում, որովհետև ամեն տեսակի աղտեղությունները եւ աղբը կրակով այրվում եւ ոչնչանում են։ Եվ Տերը կարող է թույլ տալ քո կյանքում այնպիսի կրակ եւ դա Սուրբ Հոգուց լինի։ Եվ քեզ դժվարություն կպատճառի, բայց քեզ կազատագրի շատ անցանկալի մարմնավոր հատկանիշներից։ Ովքեր են ուզում ես կրակը։ Ուրեմն մենք կարիք ունենք հանդիպելու Տիրոջը եւ Տիրոջ կրակը կջերմացնի եւ կայրի այն ամենը, ինչը որ իրեն հաճելի չէ։ Հալեցնում է սառույցը։ Կարող է Տիրոջ կրակը հալեցնել նաեւ սառած սրտեր։ Պատահել են դեպքեր, գուցե հնարավոր է ձեզ հետ պատահած լինի, որ սառածասիրտը ոնց որ չի ստացվում, ոնց որ հոգնած, մի բան ինչի, ասում են չի ազդում, աղոթում են չի ազդում, ինչ, բարոյախրատական, փիլիսոփայական, աստվածաշնչյան, քարոզներ կարդում են, կապի բան չի օգնում։ Ում է դա եղել, այս քարացած սառած վիճակը չի օգնում։ Չի էլ օգնի, ես ես ասում։ Որովհետև մարդի կրակը չի կարող ջերմացնել քեզ, մարդի կրակը չի կարող քո սիրտը հալեցնել, նույնիսկ աստվածաշնչյան բառերը չեն կարող սանել, այս բառերի հեղինակը, անմիջական Սուրբ Հոգին, Քրիստոս կարող է քո սիրտը, քար սիրտը, սառած սիրտը հալեցնել ու ջերմացնել։ Կարիք կա Քրիստոսի տանիքով։ Եթե այսպեսի մարդ կտեսնեք, շատ մի բացատրեք իրենց, բացատրելը երբեմն օգուտ չի տա, աղոթեք այնքան մինչև ինքը Տիրոջ ներկայությունից գա։ Իրանից առանցին աղոթ, եթե չի ուզենա քո հետ աղոթել, շատ մի ստիպեք, որտեղ միշտ չէ որ մարդիկ, որ ստիպեցիք աղոթեցիք, մարդիկ կգտնեն, մարդիկ հնարավոր է էներվազներ կչասեն։ Աղոթեք որ Տերը հրպի, մտնի նրա կյանք ու կտեսնեք որքան հարցեր կփոխվեն։ Կրակով ճաշ են եկում, չէ՞։ Թե ճաշը
Խալաջենիկով իրեք։ Որտեղ մի անգամ իմ հետ այսպեսի մի բան եղավ, մի շաբաթ ամեն օր գրեթե առավոտ աչքերս այսպես բացվում էր, մի հատ քարոզ կար։ Ետ երկալիս միտքս։ Հերթով ոնց ինչ-որ մեկը մի հատ ինչ-որ բան է բացատրում ինձ։ Այդ երկու բանտերի մասին ինչ մեկ այդ Պետրոսի ու Պողոսի հակաբնությունը Փիլիպի եւ Երուսաղեմի բան։ Այդ քարոզը։ Անընդհատ մտածում եմ, անընդհատ հասունանում եմ, մի հատ նոր բաներ է գալիս, շղթաները ձեռքից են գավ, հետո էսի եղավ, հետո այն եղավ, հետո այն եղավ, պատականներ դրանք իմաստուն են, այս ինձ հետում եք։ Հետո ասում եմ, բայց հետաքրքիր է, ես այո մի շաբաթ է, ոնց Սուրբոնի սրտից բան է խոսում, ես ինչի աննման, ինչի ես էցել եմ։ Հետո այդ ժամանակ եմ ասում, տերը մեզ հետաքրքիր բան ցույց տվեց։ Այս մեր որ ասում հոգուտ մեջ է խոսում քեզ հետ, բայց գիտես որ ինքն է դու չես։ Որ ասում է, երբեմն քարոզի պատրաստումը նմանում է ճաշի։ Սկզբում կացան է պետք դիրուջը։ Այդ կացան անոթը դու ես։ Անոթի մեջ առաջին բանը, որը դնում են, դա յուղն է։ Այսինքն օծությունը։ Օծությունը մինչև կրակի վրա չլինի չի հալվի։ Այսինքն քեզ պետք է աստվածային կրակը եւ Սուրբ Հոգու ներկայությունը, որ քո մեջ հալվի։ Դրանց հետո այն ամեն անհրաժեշտ բաները, որ ճաշի մեջ օգտագործվում է, դուք հերթականությամբ ճում եք, սող խառացես, այն, վերջում, ի՞նչն եք անում։ Համեմունքները։ Ճաշը, որ երբ պրծնում է, այն վերջում համեմունքներն եք գցում, չէ՞։ Սկզբից դժվար երկու բաները, վերջում հեշտ երկու բաները, վերջում էլ համեմունքները ռեալ սկզբից լստում ես, երկու դառնում է ճաշ։ Եվ ի վերջո ամենավերջում դերից հետաքրքիր ասում եմ, սա նա է որ ձեր խոսքը թող դառնա ինչպես աղով համեմված, որպես լուսոնի շնորհ պատվի։ Այս բանը ես մի քիչ արագ եմ պատմում, բայց որ բանը դուք տեսնեիք ինքն պատմի, ինքն իդոպի ոստի քարոզելա ճաշ։ Այո, ճաշ։ Եթե ասում ես հացա քարոզել կարելի ճաշ։ Հասնեն ուրեմն ես ինչու է եփվում։ Եփվում է գրակով։ Առանց Սուրբ Հոգու կրակի դուք կարող եք իմաստուն բաներ ասել, բայց համ չի տա, կյանք չի տա, շնորհ չի տա մարդին, հավատացեք։ Կարող եք ուրիշների քարոզները կոպիանել մարդկանց պատմել, բայց լսողին շնորհ չի փոխանցի տա։ Իմաստություն կտա, բայց շնորհ չի տա։ Քարոզները կարող է դառնալ աստվածաբանություն, բայց ոչ աստվածապաշտություն։ Աստվածաբանությունը մարդի կյանք չի տալիս, բայց աստվածապաշտությունը հաղորդակցություն է տալիս եւ միացնում է Տիրոջը։ Կրակը ուշադրություն է գրավում։ Արագ ասել է չբացատրեմ մանրամասն։ Այսինքն որտեղ կա Սուրբ Հոգու ներկայությունը, դու կդառնաս ուշագրավ մարդկանց կողմից։ Փարոս է օվկիանոսը։ Դու կդառնաս փրկության միջոց։ Մարդիկ հնարավոր է, խնդիր թե դու դառնա բժշկության համար, ինչ-որ մի բանով քո դուրը կբախեն ու կասեն, խնդիր ունեմ, օգնիր ինձ։ Դու ուրախ եք այդ ժամանակ։ Թեկուզ գիշերվա գիշերին մեկը դուրսից մասնա։ Եկել ենք ձեր դուրը Երեխես լավ չէ, մեր հատաղոտ ես իր համար, աղոթի, գիտես ինչու, դու փարոս ես, մարդիկ երբիս խավարի մեջ լույս են տեսի, եկել են քեզ են դիմել, որ դու մի բան անես, գալիս են եկեղեցի ասում են, եսի արեք, եսի քանդեք, եսի բացեք, եսի արեք, օգտեք մեզ, ես արսելով, դուք բացեք ձեր սրտերը, որովհետև դուք փարոս եք, մարդիկ լույս են տեսել, թռչում են դեպի լույսը, գիտերները թռչում են դեպի լույսը, տարականները թռչում են դեպի լույսը, թախտավիտիները թռչում են դեպի, հա, թախտավիտիները ու տարականները խուսափում են լույսից։ Բայց մարդը, երբ որ ձգտում է դեպի լույսը, ուրախ եղի, դու նշանակում է դարձել ես այդ օվկիանոսում խորտակված մի ընտանիքի, խորտակված ինչ-որ մի մարդի անհրաժեշտ փարոս, որ լույս է արձակում։ Կրակը պաշտպանում է գիշատիչ գազաններից։ Գիտեք որ դևերը չեն սիրում կրակը։ Սուրբ Հոգու կրակից վախենում են։ Ոնց որ մատ գայլ որ կա, մատ կրակ վեսես արույցը վեսես, քշեց կարծեք փախնի, վախենում են կրակից։ Այդպես այս խավար աշխարհի աշխարհակալները, երկնքի տակ եղած ճարվոկիները, իշխանությունները ու պետությունները դիվային բոլորը վախենում են Սուրբ Հոգու կրակից։ Եթե դուք ուզում եք դառնալ անձեռնմխելի, կրակ ունեցեք ձեր մեջ, դուք կայրեք ամեն ինչ։ Մեկ-մեկ եղել ասենք, երեխեքից վախ են ունեցել, գիշերվա կամ ինչ-որ հարցակում, սատանան հարցակը ես կանենք, մերնեմ, ես Պուտինձի ես կանենք անի, չի կարող ուտի։ Որ ուտի և կրակ իր բերանի կվավի։ Որովհետև ձեր մեջ տերերի տիրոջ և թագավորների թագավորի հոգին է, որ եթե դուք դաժե տկար եք, ինքը տկար չէ։ Համաձայն եք։ Եթե դուք տկար եք, նա զորավոր է։ Եթե նույնիսկ անգամ դու անհավատարիմ ես, ինքը հավատարիմ է, ինքը անզորանալ չի կարող։
Դրա համար Հիսուսի անունը կոչվում է հավատարիմ եւ ճշմարիտ։ Իսկ իմ անունը Բարադի մարդ։ Մարդ է սա։ Ուրեմն մաքրում է ոսկի։ Համաձայն եք, կրակը մաքրում է ոսկի։ Կրակը այրում է աղբը, թրծում է կավը։ Օրինակ մենք որպես կավի անոթ է, մարդ ենք, չէ, կավից ող ենք մենք ի վերջո։ Կրակը նաև թրծում է, որ քո անոթը դառնա ավելի պինդ։ Տեսեք, ես մի բան ասեմ, դուք չգիտեմ, տեսել եք կավից ինչպես են անոթ պատրաստում։ Կավը ցեխ է, ցեխով շաղախում են, ցեխ է դառնում, ցեխից հագում են աման, որ դնեն արևի տակ չորանա, չէ, էդի ես ջուր լսկից դառնա ցեխ։ Այս պրոշը դնես որ խմես, դից է ցեխոտ է դա պրոշները։ Բայց ինչին անը որ չի ցեխոտ։ Կամ ես որ քսես գիտենք ցեխին ուզում։ Փոքր ժամանակով են արի դոմբարի խաղացել։ Չեք խաղացել, այս լիվելի ցեխոդես չի։ Բան չեք խաղացել տնես։ Ընդհանրապես այդպեսին ցեխիկ դուք դառնա, բայց երբ որ այդ անոթը մտցնում են կրակով անցկացնում են, դա շիկանում է, այդ կավը։ Հետո նորից աստիճանաբար հովանում է։ Դառնում արդեն պինդ կարծր մատերիալ։ Արդեն հնարավոր է դրանց ուժես պատրաստել բաժան օգտագործվի։ Մենք որպես կավի անոթներ, Տերը մտցնում է Սուրբ Հոգու կրակի մեջ թռցում է քեզ եւ դարձնում է պիտանի օգտագործվում անոթ։ Այլապես մենք դառնանք ընդհանրապես ցեխակուն։ Ո՞վ ազում ցեխակուն մնա։ Եվ կրակի մեջ հալվում է ամեն ինչ։ Մի խոսքով կրակը գրավեց Մովսեսի ուշադրությունը եւ Մովսեսը գնաց դեպի կրակը եւ Տերը խոսեց կրակի միջոցով։ Դու կարևոր մարդ ես եւ որևէ մի բան մենք որ այստեղ անում ենք հնարավոր է որ գրավում է մի ուրիշի ուշադրությունը եւ նա տեսնելով լույսը գալիս է դեպի լույսը եւ Տերը խոսում է դրա սա։ Շարունակենք։ Կրակի միջից խոսեց Մովսես Դամասկոսի ճանապարհին երբ որ Սավուղի հետ էր խոսում Սավուղ ինչպես երևաց լույսի պես հրαγենի լույս այնպես շլացուցիչ որ կուրացավ Սավուղի աչքերը Տերը երբեմն այսպեսի հրեղեն լույսի պես է երևում, ինչպես երևաց Մովսեսին։ Անապատային անպտուղ կյանքից հետո Մովսեսի կյանքը փոխվեց։ Օրենքը մեր կյանքում անհրաժեշտ է, որպեսզի մեր կյանքի անապատը ցույց տա։ Շատ ժամանակ մեզ թվում է թե շատ բան կարող ենք։ Բայց օրենքը գալիս է մեզ դաստիարակելու որպեսզի տանի Քրիստոսին։ Երբ որ օրենք հայտնվում մեր կյանքում, մենք նրանով միայն ճանաչում ենք մեր անկարողությունները, մեր պարտությունները, մեր ոչնչությունը։ Բացում է մեր կյանքը ցույց է տալիս, որ քո կյանքը չոր անապատ է, ոչինչ չկա քո մեջ։ Եվ եթե ուզում ես քո մեջ մի բան լինի, Քրիստոսն է քո կյանքի օազիսը, եւ նա միայն կարող է ծաղկեցնել ու դարձնել պատղատու քո անապատային չորացած կյանքը։ Մովսես անապատում հանդիպեց այդ կրակին ի վերջո։ Եվ Մովսեսի կյանքը ապրեց շրջադարձ։ Ասա օրենքը դաստիարակ եղավ մեզ Քրիստոսին բերելու։ Երկրորդ քայլը սա էր։ Հոս մի մոտենար, նախ խանիր կուշիկները։ Այ քեզ ա։ Դաշտի մեջ կուշիկի հանդիպելը ինչ կարևոր է։ Բայց երբ Տերն է ասում համ կուշիկները, սրա մեջ իմաստ կա։ Խնդիրը մենակ ֆիզիկական կուշիկների հանդիպելը չէ, թեկուզ եւ դա էլ է կարևոր։ Դու մի մտածեք դա կարևոր չէ։ Երբեմն մարդիկ կան, որ ավետարանի ամեն ինչը դարձնում է խորհուրդ։ Ասում են, ասրա խորհուրդ է, ինի դրա խորհուրդ է։ Չէ, կան բաներ, որ հենց իրական է։ Արխային եղեք, հենց լավ իրական։ Երբ դեն ասում եմ երեսիդ կապտակ եմ եսի շուրտոր, հնարավոր է հենց լավ իրական է, սկել մի խորհուրդներ դու ինչա շապալախ ենք հետ։ Մարդը չի ուզում ստրա։ Երբես ընդունի որպես իրական է։ Ուրեմն խորհուրդներ կան, կայել նաև հենց ուղղակի իրական խոսք, ուղիղ խոսք։ Մենք պետք է հասկանանք, որն է ուղիղ խոսքը, որն է փոխաբերականը, կամ սիմվոլիկը։ Եթե ասած հան կոշիկները, սա ուներ եւ ուղիղ նշանակություն եւ ուներ նաև խորհրդանիշ, որի վրա ուզում եմ փոքրինչ կիսենք։ Կոշիկը, համաձայն եք, այսպես ընդունենք մի կետ, խորհրդանշում է մարդկային քայլեր կամ մարդկային պաշտպանվածություն։ Օրինակ, ես որ եթում եմ իմ կոշիկներն մեջ չի գալիս, կոշիկները իմ քայլերիս հետ համահունչ շարժվում է։
նախ ասի, հան քո մարդկային քայլերը, որովհետև դու ես հատ մի տեղ պետք է ուղարկեմ, որտեղ մարդկային ոչինչ չպետք է գործես։ Քանի դեռ չես հանել քո մարդկայինը քո վրայից, դու չես կարողանա իմ քայլերով քայլել։ Եվ հետո մենք կոշի կապում ենք, որ մեր ոտքերը պաշտպանվի նաև ինչ-որ բաների, չէ՞։ Տակից, ասֆալտից, փշից, տատասկից, չգիտեմ, հազարը մեծ զիբիլներից, մեխից։ Եվ դեռ ուզում ասեմ, որ ես պիտի դառնամ նաև քո պաշտպանությունը։ Այն ինչ որ դու քո վրայից լույս ես դնում եւ քո քայլերով ես ուզում ծրագրել, սա քո վրայից պիտի անեմ, հա։ Համաձայն եք հանենք այս բաները։ Ասենք թե ինչ որ մարդկային այս բաները իմ վրայից ան։ Մենք սա կարող ենք բարերով ասել աղոթքի մեջ, բայց սա հանելը բավականին դժվար բան է։ Երբ որ Տերը սկսում է հանել, դու տեսնում ես թե ինքան դժվար դաժան բան է քո կյանքի հետ կապված, որ այդ հանելը ինչ է որ ուղղակի ասեցի հան։ Եվ Տերը քո վրայից որ հանի, բավականին մեթոդներով պետք է հանի, հենց այդպես չի ելնում սա։ Հետո որ փոխվում ես ասես մի հան, բայց արդեն ասել ես հան պետք է հանի։ Ուրեմն հան քո կոշիկները, որպեսզի կարողանաս հագնել խաղաղության ավետարանի պատրաստ կոշիկները։ Օրինակ հիմա ես ասի կոշիկ է, դու ֆրիայի մոտել ես։ Ով ուզում է բատինգա հագնել։ Բայց ես հանեմ որ բատինգ հագնեմ, թե ես դրա վրայից քաշեմ հագնեմ, բատինգի վրայից էլ նա սանդալ հագնեմ, պասանուշկա հագնեմ, բայց ես կգնեմ։ Այսինքն եթե մենք ուզում ենք երկնայինը հագնել, խաղաղության ավետարանի պատրաստ կոշիկները հագնել, մենք պիտի մեր մարդկային քայլերից հրաժարվենք, որտեղ մեր մարդկային ծրագրերը ոչինչ տալ չեն կարող։ Շատ ժամանակ մենք ասում ենք, կազմակերպենք ավետարանական աշտարմունքներ։ Վատ չէ, բայց եթե դա ընդհանրապես դու ես կազմակերպում, օգուտ չունի։ Կասես կանես, բայց ոչինչ չես կարող։ Բայց երբ ժամանակին համապատասխան մենք ունենում ենք Սուրբ Հոգու մղում, կբերի պտուղները նայ։ Իմ հնարավոր է մեկը մտածի ասի, բայց ինչի ավետարանությունը նստենք, ինչի Տերն ասի անենք, ես հիմա դեռ ասեմ։ Պողոսն ուզում էր գնալ Ասիա։ Եշերակեսին, մեկը երևաց, Մակեդոնացու տեսքով ասաց, արի Մակեդոնիա, մի գնա Ասիա։ Եվ որ արտացավ, հասկացավ, որ Տերն էր իր հրեշտակին ուղարկել, չէ, հասկացեց, որ մի գնացեք Ասիա, Մակեդոնիա գնացեք։ Ինչ է, ասիացիներին ավետարան քարոզել պետք չէ։ Հա? Բայց Ասիա Պողոսը չպետք է գնար, եւ ոչ էլ դարում պիտի գնար։ Չինաստան պետք է գնար Հադսոն Թեյլորը, Աֆրիկա պետք է գնար Ռայնարդ Բոնկեն։ Բեգեշարները դետայի դու ենթադրել, կամ ինչ-որ միտեղ դու պետք է գնար։ Դու չգիտես, բայց երբ որ Տերն է քեզ ուղարկում միտեղ, նա խանում է քեզանից քոնը, որպեսզի իրենը կարողանա հագցնել։ Եթե շատ անգամ ասել եմ, դու կատակ չեմ անում, իսկապես այդպես է։ Ես նա կարող եմ ասել, Տեր, ինձ ես դա օթացենց, հոբի նստից տեք, ես դա դարդեք, ես ընդրա կռիվը, բաշնա ընդրա եսի, արա ենիկան ունատ, կա ես ամեն օր, ամեն շաբաթ նստի պետք կարոս պատրաստի, ինքան մտածի, որ ասես ես ավելի լավ է, մի տեղ ուղարկի միսիոններ էլ է։ Իքան ավետարան քարոզենք էլ, հենց հետաքրքիր կլինի համերը, որնակ գուցե նա ջան Ավստրալիա ուղարկի իրեն, Ավստրալիան լավ տեղ է, ինքան մանդարին հանգարդ է, ես ինքան ուսիներ, ամեն մանդարին ավեսիները շուտ ուսինում։ Բանան, կլիմանան դիր, որ սուդա, որ տակ, պլյուս 15-ից մինչև պլյուս 25 աստիճան է, ջերմային տատավորները։ Մի ամիս սպիտակ սարոշկեն հագնես, վարատիկը չի կեղտում։ Փուշի չկա այդ երկրում։ Փուշի չի տակ կեղտեղով։ Գնամ, ընդեղ հայ կլին, 15,000 հայ կա։ Բայց էդ իմ կոշիկներն է, էդ իմ որոշած քայլերն է։ Հնարավոր է Տերը մի ուրիշ ծրագիր ունենա, չէ՞։ Միսիոներ ուղարկեմ, բայց ոչ թե Ավստրալիա, այլ Աֆղանստան։ Աֆղանստան, այո, Բեն Լադենին պետք է դաս քարոզես, Բեն Լադենը քեզի պետք է ուտի, բայց նրանց հետո կապաշխարեմ։ Օրինակ եմ ասում ես, գիտես չի, բայց եթե Տերը այսպես է ծրագրել, դու կարող ես ասել այո, թե ես պատրաստ եմ հանել իմ կոշիկները եւ հագնել քո խաղաղության ավետարանի պատրաստակամությունը եւ գնալ։ Որտեղ վերջի եղել է այսպես դեպքեր։ Ամուսնուն Աֆրիկայում հայրենիները կերան։ Հաջորդ միսիոները իր կինն է որ գնացել է։ Եվ ասма պատկերացնում եք իր կնոջ միջոցով դարձի եկավ այդ ժողովուրդը։ Եվ ասма փոխաբերական իմաստով ասма լա իրանց ատամների արանքից այդ հայրենիները իրանց մարդին միսը լրի չէին հանել։ Երբ Տերը նրանց արտիքին տվեց։ Եվ հաղորդություն էին ընդունում։ Դու կարող ես։ Այն մարդիկ որոնք եթե մի ամիս առաջ մարդիկ կերել են, մի գնացել ծիրազներից քարոզում ես, եւ նրանք դու քեզանով ապաշխարեն, չէ՞, մարդկա կարծես թե չհանդեմին ապաշխարեն։ Մարդից կերան,
դու իրանց են հրողում։ Բայց չէ, եթե մենք իսկապես ուզում ենք խաղաղության հայտարարին պատրաստ կոշիկները հագնել, հանեք ձեր մարդկային բանականությունը եւ մարդկային կոշիկները։ Տերը եթե քեզ կուղարկի քո թշնամուն քարոզելու, գնա։ Կուղարկի Ադրբեջան, գնա։ Կուղարկի Թուրքիա, գնա։ Որտեղ կուղարկի գնա։ Ովքեր ուզում կոշիկներ անել։ Անեք։ Այո, բոբիկ ոտքով ավելի զգայուն ես, համաձայն եք։ Եվ ուշադիր ես քայլելիս։ Ինչու է պետք որ քո կոշիկները հանես, որ դառնաս ավելի զգայուն։ Օրինակ, որ գարունը կոշիկները հանել եք ով առաջ անգամ որ բոբիկ մանեք է, ծակրտում աչի, ես սովորական դիշ իրատում, այսինքն այն անզգան ոտերը կոշիկների մեջ որ ոչինչ չեր զգում, ինքան զգայուն է դարձել։ Այսինքն դուք ձեր քայլերի մեջ կսկսեք դառնալ զգայուն։ Եվ պետք է որ քրիստոնյայի քայլերի մեջ զգայուն լինի։ Որ հասկանանք մեր ոտքերը ուր ենք դնում։ Եվ ինչ զգացինք մեր քայլերի մեջ։ Հոգևոր իմաստով սա կարևոր է։ Շատ կարևոր է։ Եփեսացիների 5-րդ գլուխ 15 խոսքից կարդամ ձեզ համար։ Տեսեք, թե ինչ զգուշությամբ պետք է ընթանաք, զգուշությամբ շեշտում եմ։ Ոչ թե ինչպես անխելքներ, այլ ինչպես իմաստուններ։ Ժամանակի արժեք իմացեք, քանի որ օրերը չար են, դրա համար անխելք մի եղեք, այլ իմացեք, թե որն է Տիրոջ կամքը։ Տեսեք, թե ինչպիսի զգուշությամբ պետք է քայլեք։ Այսինքն քո քայլերը պետք է դառնան զգուշ քայլելու համար դու պետք է դես զգայուն լինելու համար քո մարդկային կոշիկները պետք է հանես, որովհետև Աստծո կոշիկները շատ զգայուն կոշիկներ են։ Անխելք չես դառնա ոտերդ ամեն տատասների մեջ մտցնող, այն իմաստությամբ քո ոտքերը դες այն տեղերը, որտեղ տատաս չկա։ Օրինակ ստեղ որ մենք բան ենք ցանել ջրում ենք, այստեղ այնքան տատասներ էլ լսվա, որ այս սանդալների տակից է ծակում, որ մենք չեմ մտնում այս շլանգը փոխելու։ Մի ամեն կոշիկից տակ 10-20 տատաս կա չփում։ Հիմա ես գիտեմ ոնց պետք է անեմ, ասենց է բանում, ասենց է բան, այնի խելքով եմ, թե անխելք եմ որ այդպես եմ բանում։ Խելքով եմ, որովհետև գիտեմ ոնց է ծակի։ Ուրեմն մեր կյանքի քայլերն մենք պետք է այսպես անենք։ Կոշիկները հանելը նաև ինչ-որ միտեղ հարգանքի նշան է։ Օրինակ որ մտնում ես մեկի տուն կոշիկները չես անում, չնայած նայած մարդերը, օրինակ ես որ մտնեմ, ինձ իմից տիպի կոշիկներս անեմ, որտեղ որ չանեմ ավելի լավ է, քան թե որ անեմ։ Ամենայն դեպս, բայց կոշիկները հանելը ամեն դեպքում ընդունենք որպես այստեղ հարգանքի նշան։ Մարդը կոշիկները Օրինակ տեսեք, Իսրայելը որ անապատում գնաց 40 տարի, դեպ ասված այդ կոշիկները չմաշվեցին, ու չհնացան։ Երեխեքը ծնվում էին իրանց հետ, այդ կոշիկը որ ակցում էին, կոշիկը ոտի հետ աճում էր։ 40 տարի մարդը նույն կոշիկը ոտի նմի, այսքան պապաշից աճի դառնա այսքան կոշիկ սալամանդր։ Ու ով էր այդպեսի բան տեսել, այդպեսի բան մենակ իմ հետ հանդիպել, մի անգամ Ռուսաստանից ռետուզարը։ Բերեցի ակցիացի երեխեքի ոտից այսքան երկար էր։ Երեխեք նրա եկավ 20 տարեկան նա ոտից այսքան երկար էր։ Եթե աճում էր այդ ռետուզը, չէր մաշում։ Ես քանի տարի դրից ոչ մաշներ, ոչ եմ կարճում եմ։ Իսկապես դեք եկարում եմ, դե ոնց է եկում չգիտեմ։ Տեսեք, ուրեմն դերը ուզես ցույց տալ, որ քո մարդկայինը մաշվող է, ոչնչացող է, փչացող է, ծակվող է, բայց երբ իմս կհագնեն, իմս քո հասակին համապատասխան կաճի, քո քայլերը կաճեն քո հասակին համապատասխան, այն քայլերը, որ դու անում ես անցած տարի չես անում այս տարի, որովհետև դու հասակ ես առել Քրիստոսի մեջ։ Հեսուն նույնպես անեցի կոշիկները, որտեղ Աստծո ներկայությունը է, այնտեղ սուրբ է, եւ ամեն բան պետք է լինի պարզ եւ մաքուր։ Կոշիկները հանելու իմաստն է սա է։ Տիրոջ ներկայության մեջ ամեն բան պետք է լինի պարզ ու մաքուր։ Մեկը թվասի ամեն։ Ժողովուրդ 5:1 երբ Աստծուն երթաս ոտքիդ զգուշություն արի։ Ավելի մոտիկ նստելու համար մոտեցի։ Օրինակ ես ոնց ասեցի մոտիկ եկեք։ Դες ասում բայց որ դու դնում ես քայլերից զգուշություն արա եւ ավելի մոտ նստի լսելու համար։ Հիսուսի ոտնալվան նշանակում է նրանց քայլերն ուղղ են։ Նա ասաց ես մի բան եմ անում որ դու չգիտեք։ Երանի է քեզ, եթե ես քեզ լվանամ, եթե չէ դու իմ հետ բաժին չես ունենա։ Եվ լվաց ոտքերը։ Դուք կարծում եք խնդիրը մենակ աշակերտների ոտերի կիղտը լվանալն է։ Ոչ, Քրիստոսն ասաց, որ ես պիտի ձեր քայլերը մաքրեմ։
Ձեր քայլերը ես պիտի մաքրեմ, ձեր կյանքում այնքան աղտոտված քայլեր դուք կանեք, որ ես պետք է լվամ։ Մինչև ես չլվանամ քեզ, դու իմ հետ չես կարող մասը բաժին ունել։ Չես կարող։ Ովքեր են ուզում մասը բաժին ունել Քրիստոսի հետ։ Թույլ տվեք Քրիստոսի ոտքերը լվանալ։ Այլ կերպ ասած ձեր քայլերը լվանալ։ Եվ միաժամանակ մենք էլ ենք իրար ոտքեր լվանում։ Նույն խորհրդանիշով մենք իրար քայլերն ենք լվանում։ Ես շատերի ոտքերը լվանալուց ասում եմ, թողես ոտքերը Տիրոջ ճանապարհների մեջ քայլեք։ Գիտեք ումից սովորեցի։ Ուկրաինայի եպիսկոպոսից։ Եվ ով է ժամանակ դուրադարձի, աղոթքյան մասնակցեցի, եպիսկոպոսն իմ ոտքերը լվաց։ Աղտ վիճակի եպիսկոպոս մարդը չիրեք տեսի եպիսկոպոս։ Ո՞ր է տեսի։ Ո՞ր միջև որ ոտքերը տեսի եպիսկոպոսը։ Ոտքերից լվաց։ Ոչինչ կամոյաստան կողմի ոտքերը սովորված։ Ու ասեց, որ այս ոտքերը Տիրոջ ճանապարհների մեջ միշտ չկա քայլել։ Ինքն դուրս եկավ իր ասած, ինքն հասկացա ինքն ինչ է ուզում ասել դրանով։ Ես սովորեցի եւ նույն մաղթանքը ես շատերին եմ տալիս։ Քո կոշիկները անում են քո ճանապարհներով, քո քայլերն են սրանք, բայց Աստծո կոշիկները քեզ տանում են աստվածային քայլերով։ Երրորդը նա հայտնություն ստացավ։ Ես եմ քո հայրերի Աստվածը։ Հիմա կիմանաս իմ կամքը, հիմա կիմանաս քո անելիքը։ Երբ դու հանդիպում ես Տիրոջը, քեզ պետք է ճանաչել նրան, ինչպես Սավոն որ հանդիպեց ասաց, ով ես դու Տեր, ասաց ես Հիսուսն ազնվեցին եմ, որին դու ալացում ես։ Երկրորդը է, ինչ անեմ Տեր, գնա Դամասկոս եւ այնտեղ կիսկացի, թե ինչ պետք է անես։ Երբ դու հանդիպում ես Տիրոջը, երբ հայտնություն ես առնում քո սրտում, առաջինը սա է, դու ճանաչում ես նրան։ Երբ որ ճանաչողություն ունես Տիրոջ, երկրորդը սա է քո քայլը։ Արա այն ինչ որ ես քեզ պատվիրում եմ, որ անես։ Որովհետև առանց ճանաչողության եւ առանց հայտնության դու չես կարողանա Տիրոջ քայլը քայլել։ Եփեսացիների առաջին գլուխ 17-ից 20 խոսք։ Ուզում եմ կարդալ ձեզ, որպես դրա վրա որոշ ծաղկակապ տալ։ Որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը հայրը փառքի, ձեզ տա իմաստության եւ հայտնության հոգի իր գիտությամբ։ Կողքին տասա, որպեսզի հայր Աստված քեզ տա իմաստության եւ հայտնության հոգի։ Ինչու՞ բայց որպեսզի լուսավոր դառնի ձեր սրտի աչքերը, որպեսզի հասկանաք թե ինչ է նրա կոչման հույսը, եւ ինչ է նրա ժառանգության փառքի մեծությունը սուրբերի մեջ, եւ ինչ է նրա զորության գերազանցությունը մեծ հավատացյալների համար, ըստ իր ամենակարող զորության հաջողության, որը ի գործ դրեց Քրիստոսը։ Մեկ ինչ արագ ասեցի, փոքր ինչ բարձրաբան։ Հիմա կողքինից հարցը դու ստացել ես հայտնության հոգի։ Ստացել ես իմաստության հոգի։ Չի ստացել։ Հիմա տեսեք, ես այդ հայտնության իմաստության հոգու մասին մի տեղ կարդամ, որ հիանալի է։ Սաղմոս 119-ի 97-ից 104։ Որչափ եմ սիրում քո օրենքը, ամեն օր է այն իմ մտածմունքը։ Քո պատվիրանքները ինձ իմաստուն են դարձնում իմ թշնամիներից, որովհետև հավիտյան ինձ են։ Ավելի իմաստուն եղա, քան թե իմ ամեն վարժապետները, որովհետև քո վկայությունը իմ մտածությունս է։ Ավելի խելացի եղա, քան ծերերը, որովհետև քո պատվիրանքները պահում են։ Ամեն չար ճանապարհից իմ ոտքերը ետ եմ քաշում, որ քո խոսքը պահեմ, քո իրավունքից չեմ հեռանում, որովհետև դու սովորեցնում ես ինձ, որքան քաղցր է քո խոսքին քիմքին, մեղրից ավելի անուշ է իմ բերնին, քո պատվիրանքներով ես իմաստուն եղա, որի համար սրտության ամեն ճամփան ապեցի։ Ուրեմն տեսեք, իմաստուն է դարձնում Աստծո խոսքը քեզ։ Երբ որ դու ստանում ես հայտնության հոգին, իմաստությունն է գալիս քո մեջ, եւ դու կդառնաս քո շատ ու շատ ուսուցիչներից ու շատ սպիտակած մազերից ավելի խելացի։ Այնքան սպիտակած մազեր կտեսնես, որ անխելք հիմար բաներ դուրս կտան։ Միշտ ու մի հատ փոքրիկ պատանի կարող ես իմաստուն բաներ ասել մարդիկ զարմանան։ Քրիստոսի վրա իմաստության հոգին է, որի պատճառով պատանի կանգնած տաճարում նրան ոչ մեկը չեն կարողանում դեմ դնել։ Այն իմաստությանը, որով նա խոսում էր։ Պետք է որպեսզի մենք հայտնություն առնենք, եւ որ մենք բարձրացանք Սինալեր, հանդիպեցինք այրվող մորենուն, հանեցինք մեր կոշիկները եւ պարզ դարձան մեր եւ Տիրոջ հարաբերությունները, մենք կարիք ունենք հայտնություն ստանալու։ Հայտնությունը մեզ կտա իմաստություն, որպեսզի մենք կարողանանք հասկանալ Տիրոջ կամքը, որ է բարին հաճելի եւ կատարյալը եւ շարժվել այդ կամքին համապատասխան։ Լուսավորել քո սրտի աչքերը, որ հասկանաս քո կանչի հույսը։ Դու ճանաչես քո ժառանգության փառքի ճոխությունը եւ զորության գերազանցությունը եւ այս ամենը ի գործ է դրվում Քրիստոսի միջոցով։
Եվ դուք իմանաս, թե որն է Աստծո կամքը, որը բարին հաճելի կատարել։ Եվ ինչպես Եսայիա մարգարեություն 6:8-ն է ասում, թե հիմա ում ուղարկենք, որ գնա այս գործին, Եսայիան ասում էր, թե ես պատրաստ եմ ինձ ուղարկի, ես կգնամ։ Նույն Եսայիան մի քանի խոսք առաջ ասում էր, ինչ պիղծ մարդ եմ ես, պիղծ շուրթեր ունեմ, պիղծ շուրթերը ժողովրդի մեջ եմ բնակում։ Նա իրեն արժանի չէր տեսնում Աստծո գործը գործել, ինչպես մենք այսօր շատ-շատերս։ Բայց երբ Տերը հպվում է քեզ, ուղարկեց հրեշտակը, կրակով հպվեց շրթունքներին, մաքրեց, Տերն ասաց, իսկ հիմա ում ուղարկենք, ասաց, ես պատրաստ եմ ինձ ուղարկել։ Ովքեր ուզում Տիրոջ գործին գնալ։ Դուք կարիք ունեք այդ հպմանը։ Եվ այդ հպումը պետք է լինի Տիրոջը։ Մարդ հետ հպվելով դուք չեք կարողանա գնալ։ Հով հետ հպվելով չեք կարող գնալ։ Ինչ որ դպրոցի ծրագրով դուք չեք կարող գնալ։ Գիտեք, ես քանի դպրոցներ եմ ավարտել։ Դպրոցը ինձ ոչ մի տեղ չի հրել որ գնալ։ Դիպլոմա տվել, գլուխ ուղղել, մեդալ տվել, ինչ ասես տվել, բայց չի տվել հայտնություն, չի տվել շարժ։ Շարժը մենք կարող ենք առնել միայն Սուրբ Հոգու միջոցով։ Ես չեմ ասում դրանք կարևոր չեն, բայց նաև դրանք շարժիչ ուժը չեն։ Շարժիչ ուժը Տերն է, Սուրբ Հոգին։ Երբ որ դու առնում ես հայտնություն, Տերը քեզ մի խոսք ունի ասելու 4-րդ քայլը՝ մարշ ծառայության հիմա։ Դուք ես բոլորը ունեցաք ոչ թե որպես ինչ-որ մի ցեղ տնեք, մարդիկ հավաքեք, ձեր բոլորը sense փառավոր ծերանան շորրանով բկանանեք, մարդիկ զարմանան, ծերանունը բարձրացնեն, Տերն ասում մարշ ծառայության։ Հիմա գնա այնտեղ, որ ես քեզ կասեմ, ասա այն, ինչ ես քեզ կասեմ։ Եվ ես եմ որոշելու, թե դու ինչ ձևով պետք է փառավորես։ Առաջին քայլը սա է, երբ որ մարդ հանդիպում է Տիրոջը, մարդը տեսնում է իր ոչնչությունը։ Ով եմ ես, որ գնամ։ Մովսեսն ասաց, բայց ով եմ ես, որ գնամ։ Ես փառավորին, ես կարող եմ փառավորին ամոզեմ։ Քացեց օրոքորտի վրա, քացեց շիրիմու վրա, ցանում էր իր գլխից, չէ, անդադ ուզում էր դուրս գալ, չէր կարողանում իրեն տեսնել։ Տերս հայրացավ ասեց գնամ։ Ես քո եղբայր Ահարոնին դրեցի քեզ որպես մարգարե, քեզ էլ դրեցի իրան որպես Աստված, գնամ։ Իրան որպես ինքը քեզ համար կնի որպես բերա։ Գնա եւ ասա։ Այսինքն երբ Տերը քեզ ուղարկում է, մի ասա, Երեմիայի պես ես մանուկ եմ Տերն ասում է դու մանուկ չես, ու մի ասա ես մանուկ եմ, երբ ես Տերս եմ քեզ ուղարկում, այլևս դու մանուկ չես, քեզ դրեցի թակավորներ հանելու, տնելու, փծելու, շինելու, ապրելու, քանդելու, դուրս դասելու։ Ես ասում եմ իմ մանուկի։ Հետաքրքիր չէ։ Դու մի նայեք, որ դուք երիտասարդ եք, դու մի նայեք սպիտակ մազին, մի նայեք այն պրճոտ մորուքների, որ մարդիկ գիտեն, որ շատ մորուք ունեն, մեծ հոգևորություն է։ Մեծ հոգևորությունը բեղու մորուքի մեջ չէ։ Մեծ հոգևորությունը երկար մազերի մեջ չէ։ Ֆենած մազերի մեջ էլ չէ։ Ոչ է սպիտակ կաշին շալվարի մեջ է։ Մեծ հոգևորությունը Քրիստոսի մեջ է, Սուրբ Հոգու մեջ է։ Նրա հետ հանդիպման մեջ է, նրանց արած հայտնության մեջ է։ Եվ երբ որ դու ոչնչությունը տեսնում ես, կարողանում ես տեսնել նրա ամենակարողությունն ու մեծությունը։ Եվ նրա խոսքը քեզ կլինի առաջ, շարժվիր առաջ, մարշ ծառայության, ու մի ասա ես մանուկ եմ ու չեմ կարող, որովհետև ես Տերս քեզ հետ եմ։ Ահ Տիրոջը։ Պետրոսն ասաց, թե հեռու գնա ինձնից ես տեղավոր մնեմ։ Տերն ասաց, մի վախեցիր, որովհետև այսուհետ մարդ պիտի որսես։ Ուրեմն անձից հատկացումը կարևոր է մեզ համար։ Որքան ձեր անձի վրա գնահատական կփնտրեք, միշտ 0 դրեք։ Ասա, իմաստության կողմից 0, բարոյականության կողմից 0, իմաստության կողմից 0, մարդկության կողմից 0, հոգևորության կողմից 0, ինչ կլինի 0։ Մի վախեցեք, այս 0-ները հետո պետք են գալիս։ Բայց երբ որ Հիսուսի մեկ դնում ես երկու հարյուր 0-ի առաջ, դու դառնում ես միլիարդ, դառնում ես տրիլիոն, դառնում ես անթիվ, անսահման։ Եթե դու որևէ միավոր եղար Քրիստոսին ես զերոյացնում։ Եթե դու զերոյանում ես Քրիստոսին ես դարձնում քո ամենակարևոր միավորը առջևից շարժվող եւ դու կդառնաս արդեն իսկապես հանճարեղ մարդ։ Ահա թե ինչու Տերը երբեմն մեզ դատարկում է, որպեսզի մենք մեզ չզգանք ինչ-որ մի բան։ Մի հատ լավ կկատարվի, թեկուզ դու ես աղոթել։ Ես քեզ լավ չես զգա դրանից։ Լավ կզգաս որ կատարվեց, բայց երբեք չես զգա որ դու արեցի։ Իսկ ասեմ որ ես Հիսուսը վաղուց եմ առաշկանում, սա դու ես անում։ Սա սնոտի ապաշտություն, սնապարտություն է։ Իսկ Աստված պետք է փուշիացնի մարդկայինը, որպեսզի կարողանա իր աստվածային գործի գործել։ Ես քեզ հետ եմ լինելու։ Իսկ կարևորը արդյոք սա թե ոչ։
Կարևոր է որ Տերը քեզ հետ լինի, թե ոչ։ Հիմա տեսեք, Ծննդոց 31:3 Եվ Եհովան ասաց Հակոբին. դարձիր քո հայրենիքը եւ քո ծննդյան երկիրը եւ ես քեզ հետ կլինեմ։ Վախենում էր գալի, եղբորից վախենում էր, սարսափի մեջ էր Հակոբը։ Ասաց ես քեզ հետ եմ լինելու, վերադարձիր քո ծննդավայր։ Քեզ ոչինչ չի պատահի։ Էսունարին Տերը պատվիրեց ասաց. զորացիր եւ քաջ եղիր, որովհետեւ դու պիտի տանես Իսրայելի որդկանցը այն երկիրը, որի համար նրանց երդում արեցի, եւ ես քեզ հետ կլինեմ։ Երկրորդ Օրինաց 31:23 Հետաքրքիր է, Հեսուի երեսը չէր փայլում Մովսեսի պես։ Եվ Մովսեսը մնաց այդ լեռան գագաթին, Օրդանան նային կողմ։ Հեսուն ինքը պետք է շարունակեր։ Հեսուն վատ էր զգում, վախենում էր, ասում էր Մովսեսի պես մարդը ճանծավ, ես ով եմ, ես ինչ եմ ներկայացնում իրենից։ Տերն ասաց զորացի ու քաջ եղիր, ես քո հետ եմ լինելու, այս ժողովուրդը պետք է տանես մինչև հանգիստ։ Մարշ ծառայության։ Ուրեմն ով այլ քեզից առաջ շատ վատ մի զգա, որովհետև ինչպես է ասում Հովհաննես Մկրտիչը, նա որի հետևից է գալիս ինձնից ավելի զորավոր է, որի կոշիկների կապերն արձակելու անգամ արժանի չեմ ես։ Հնարավոր է մեզանից յուրաքանչյուր ինձանից սկսած եւ շատ-շատերով վերջացած, որ հնարավոր է քեզանից հետո ով գալու է, նա քեզանից ավելի զորավոր է լինելու իր բոլոր ծառայություններով, իր բոլոր օծություններով, որ եթե համեմատես իր կոշիկների կապերն անգամ դու արձակելու արժանի չես լինի։ Էստաֆետը տուր նրան։ Իսկ եթե դու ես այդ հետևից եկողը, առաջ շարժվի, եթե Տերը քեզ հետ է մարշ ծառայության։ Լավ, չէ՞ տենց ասում, գիտեք, մարշ։ Երայինը այդ կգնաս նմնված, տղտնջած, ասել Տերես, Տերը ասել 7000 քորման ունեմ, հիմա մարշ ծառայության գնա, այս ինչ կոծես թակավորեցի չնստեց են ինձ են։ Այսինքն քո նմնվածը արժեք չունի։ Տիրոջ առաջ մի նմնվածի։ Մի ասեք չեմ կարող, ասա Տեր, ամեն բան կարող եմ քեզնով, որ դու ինձ զորացնես։ Ամեն բան կարող եմ քեզնով։ Տուր, եթամ։ Զորացու, կշարժվեմ։ Փառք Տիրոջը, շարունակեմ, թե վերջացնեմ։ Ապրեք։ Եվ Հռոմեացի 8:31-ը, որ արդեն մեզ է վերաբերում, եթե Աստված մեր կողմն է, ով կարող է մեզ հակառակ կենալ։ Ով կարող։ Պրոբլեմ չկա դու։ Ոչ ոք չի կարող։ Մարշ ծառայության։ Ես քեզ հետ եմ լինելու։ Տեր քո անունը ինչ է։ Ում անունով ես դու խոսում։ Հետաքրքիր է։ Երբ մենք գնում ենք խոսելու մարդկանց պետք է իմանանք ում մասին ենք խոսում եւ ում անունից ենք խոսում։ Դուք խոսում եք Նազարեթի Հիսուս Քրիստոսի անունից, Աստծո Որդու անունից։ Դուք ավետարանում եք Աստծո Որդուն, չեք ավետարանում մեր եկեղեցու նստարանները, մեր եկեղեցու պատերը, մեր երգչախումբը, մեր հովվին կամ մեր Մերսեդեսը։ Մենք ավետարանում ենք Հիսուս Քրիստոսին։ Մենք չենք ավետարանում բժշկություն, մենք ավետարանում ենք Հիսուս Քրիստոսին, որը եղավ մեզ համար եւ իմաստություն, եւ զորություն, եւ փրկություն, եւ բժշկություն, եւ ամեն ինչ։ Հասկանալի է։ Մենք պետք է ասենք ավետարանը նշանակում է Հիսուս Քրիստոսին քարոզել մարդկանց, նա որ ձեր մեղքերի վանցակրի պատճառով մեռավ եւ հարություն արավ երրորդ օրը մեռելներից եւ նրա հարությամբ մենք վերստին ծվեցինք նոր կյանքի համար։ Նրա արյամբ մենք ունենք մեղքերի կավություն եւ ավետենական կյանք։ Բայց մենք պետք է իմանանք թե ով է նա։ Քահանապետի 7 որդիներն էլ դերեր էին ուզում հանել։ Դերն ասեց. Հիսուսին գիտեմ։ Ո՞ոսն է գիտեմ։ Հետո ով ես։ Որտե՞ղ գիտեք ոնց էին դերերն անում։ Ասում են, ով դեր, քեզ ասում ենք, այն Հիսուսյանով, որի Պողոս Արաքյանն է կարծում։ Դուրս արի։ Շատերը այսպես են կարծում։ Ուզում են Բենինի կոպիան անել, ուզում են Բոնկի կոպիան անել, ուզում են միշտ մարդիկ սովոր են, ինչ-որ մի նշանավոր մարդիկ բանը դառնալ։ Կրկնօրինակը դառնալ։ Օրինակ ես այդպես չեմ աղոթում։ Ես աղոթում ասում թե ինձ Բենինի պես մի արա, ոչ Բոնկի պես արա։ Ես ոչ մեկի նման չեմ ուզում լինել, ես ուզում եմ իմ նման լինել։ Ով եմ ես, եւ ինչպես ինձ ստեղծել ես, ինչ իմ համար ծրագրել ես, Տեր, այ էդ եմ ուզում։ Որ ես խոսեմ այնպես, ինչպես խոսել ապակամոս ուրիշի տղեն, իմ ձևով, իմ ժեստերով, իմ հումորներով, իմ օրինակներով, ես չեմ ուզում նմանվել որևէ մեկի։ Գուցե դու ինձ ավելի հետաքրքիր գործած ես, քան շատ էի, որ ես ուզենամ նմանվել։ Դուք որևէ մեկի մի նմանվեք, դուք յուրահատուկ եք։ Եվ ուզեցիք, որ Աստված ձեզ գործածի հետ ձեր ձևով։ Համաձայն եք դուք։ Բայց կարիք ունեք դուք Քրիստոսին ճանաչելու եւ առնելու այն այդությունը։ Ես ում եմ քարոզում։ Հիմա արագ կասեմ, որ շատ եմ ես բանը ասեմ, լավ ուղղակի ասել համար ու կարծել։ Առաջ։
Ես եմ, որ եմ։ Ով էր այդ ես եմ-ը, Հիսուսը։ Նա է նրանց առջևից շարժվող ամբիցիոնը, նոր կտակարանը հաստատում է դա, կրակությունը, ժայռից բխող ջուրը, Տիրոջ զորավարը։ Ես եմ, որ եմ, ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը, մեկը չի գնա հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Ես եմ ներ դուռը, եթե մեկը ինձանով մտնի եւ դուրս գա, ճարակելու բան կգտնի։ Ով ասում ճարակելու բան գտնի։ Հիսուսը ասում է ինձանով պիտի անցնես։ Ես եմ բարի հովիվը, բարի հովիվը կյանքը տալիս է ոչխարների համար։ Բայց բարձրանը, որ հովիվ չէ, նա փախչում է դժվարին պահին, բայց ես եկա որպեսզի դուք կյանք ունենաք եւ ավելին ունենաք։ Ես եմ ճշմարիտ որդատունկը։ Նա ով իմ վրա է հաստատված, նա շատ արդյունք կբերի։ Իմ հայրը էտում է, որպեսզի նա առավել պտղատու դառնա եւ նրա պտուղը մնա։ Ես եմ հարությունը եւ կյանքը։ Նա ով ինձ հավատում է, հավիտյան պիտի ապրի, եթե մեռնի էլ պիտի կենդանանա։ Ես եմ, որ եմ։ Չի երևում, որ այդ ես եմ Քրիստոսն է։ Ես եմ աշխարհի լույսը։ Նա ով իմ հետևից է գալիս, խավարի մեջ չի քայլի, այլ շրջանի կենաց լույսը։ Ես եմ երկնքից իջած հացը, ձեր այրեն անապատում անան կերանում մեռան, սակայն այն հացը, որը իմ մարմինը, որը ես կտամ ձեր փրկության համար, ով որ այդ հացից ուտի հավիտյան պիտի ապրի։ Ես եմ, որ եմ։ Ով է ճանաչում Քրիստոսին ձեզանից։ Մարշ ծառայությունները, եթե ճանաչում եք, եթե ունեք այդ այգիները։ Հիմա եթե դուք ծառա եք, արագ ծառայի մասին մի 5-6 րոպե ամփոփում կանեմ ու վերջացնեմ։ Եթե ես ծառա եմ, եթե դու ծառա ես, ով է ծառա ձեր մեջ, ծառային Տերը պետք է ասի, էս արա, այն արա, էսի մի արա, էսի արա, չէ, էդի թող, էսի արա, չէ, էսի թող մի էնի արա, ոչ մի բան մի արա։ Ծառան ինչ պետք է ասի։ Ինչ ասես եմ անում, ով է հիմնարկում աշխատել։ Որ ինչ ասում է դու ես անում, ասում չէ, դու թող գնա դա կարա, դու չէ, գործողությունից ես դու կարող ես լավ եմ, չի միտը, չի ստե, որտես կերնասնել։ Դու ինչ ծառա, դու ինչ աշխատում։ Աշխատողները ու ինչ ասեն են անի։ Մենք էլ Տիրոջ ծառան պետք է պատրաստ ասի թե ինչ որ դու ասես, քո ծառան պատրաստ է։ Ահա։ Հիմա ասեմ, ծառան գիտի իր Տիրոջ կամքը։ Ղուկաս 12:47։ Եվ ծառան որ գիտի իր Տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ անում, շատ ծեծ կուտի։ Ձեզանից ով գիտի Տիրոջ կամքը։ Ծեծի արժանի գործ մի արեք։ Որտեղ քեզ ավելի շատ ծեծի, քան թե այն հարևանը, որ ոչ մի բան չգիտի։ Բայց քեզից ավելի շատ չարիքն անում։ Ուրեմն եթե դուք ծառայեք, ձեր պարտավորությունները սկսում են մեծանալ։ Դու մտածեք, որ ծառայեք ազատ եք ամեն ինչ, չէ, ծառան մտնում է արդեն պարտավորությունների մեջ եւ պարտավոր է Տիրոջը գոհացնել։ Երկրորդ, ծառան չի կարող երկու Տիրոջ ծառայել։ Ղուկաս 16:13։ Ոչ մի ծառա երկու Տիրոջ չի կարող ծառայել, որովհետեւ եթե մեկին ատի, մյուսին պիտի սիրի, կամ եթե մեկին մեծանի, մյուսին կառավարի։ Չեք կարող ծառայել եւ Աստծուն եւ Մամոնային։ Չեք կարող դուք երկու Տիրոջ ծառայել։ Երրորդը Ղուկաս 17:10։ Նույնպես եւ դուք երբ կատարեք այն բոլորը, ինչ որ ձեզ հրամայված է, չի ասում խնդրված է, խնդրում են, օ, Քրիստի, խնդրում են, բարի, պաշտարուկները արա։ Քրիստի, հրամայում են, բայ, այս բանն արա, օրինակ եմ ասում ես։ Դու ասես, քո ծառան Տեր, ինձ չէ եկել։ Քո ծառան այն ինչ որ պարտավոր էր անել, արեց։ Բայց երեխեքի մեկ քիչ բաներ ես ու քննից բերի։ 7 ժամ դες դպարացնում էի։ Մերքե։ Հասկանալի է։ Ինչ որ կանեք, մի լավ բան որ կանեք, ասեք, ինչ որ պարտավոր էի անել, արեցի։ Ծառային հոգեբանություն ունեցա, որովհետև դուք Տիրոջն եք ծառայել։ Չորրորդը վախով ծառայեցեք Տիրոջը եւ դողալով ցնծացեք։ Ինչպես Տիրոջը ծառայեք, ինչպես ցնծացեք։ Հինգերորդ Սամոս 102 ծառայեցեք Տիրոջ ուրախությունով, եկեք նրա երեսի առջև ցնծությունով։ Տիրոջ ծառայել ուրախությամբ, ցնծությամբ, բայց Բեռնաթափիցի օրենքից քանի մեռանք նրա համար, որոնք բռնված են, որպեսզի ծառայեն հոգու նորոգությամբ եւ ոչ թե գրվածքի հնությամբ։ Ուրեմն հաջորդ Տիրոջ ծառայել նորոգությամբ։ Փաստորեն դուրս է գալիս Տիրոջը ծառայել ուրախությամբ, նորոգությամբ, բոժանությամբ, սիրով եւ ծառայություն անել սուրբերի։ Սրտան ծառայեցեք ինչպես Տիրոջը եւ ոչ ինչպես մարդկանց։ Իմացեք, որ յուրաքանչյուր ոք, թե ծառա եւ թե ազատ, ինչ բարի բան որ անի, նույնն էլ կստանա Տիրոջից։ Եփեսացի 6:7։
Սիրով ծառայեցեք միմյանց, որովհետև ամբողջ օրենքը մեկ խոսքի մեջ է ամփոփվում, այն է պիտի սիրես ինքնուրույն ինչպես ինքդ քեզ, եւ եթե միմյանց խացեք եւ հոշոտեք, զգույշ եղեք գուցե թե միմյանցից ոչնչացեք, կամ միմյանց սպառեք։ Եվ ցավոք սրտի այսօր շատ եկեղեցիներ իրենք են իրենց տունը քանդում։ Իրար հոշոտում են ու իրարից ոչնչանում, սատանան պետք չէ ստեղ։ Սատանան քետա են ուրիշներ կրվի։ Քազ էստեղ իրար ուտում են, էստեղ ինչ գործ կա։ Գնացին։ Իսկ հիմա եկեղեցիներում լիքն է, փոխանակական սատանաները իրար են եկել։ Եվ անիրավ չի Աստված գործերը մոռանա, եւ այն սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում եք սուրբերին եւ ծառայում եք։ Այսինքն 3 բաժակ ջուր խմեցիք, ես հավաքվի ընթացքում 3 բաժակ են սառներ, եւ ձեր վարձը չի փորիցի Աստված։ Անիրավ չի Աստված որ մոռանա, որ դու պիտի խմեիր սառը ջուրը, ինձ խմեցրեց։ Եղավ։ Այսինքն եթե մի բաժակ սառը ջուրը չի կորում, բացի մեծ գործերը ու ավելի կարևոր բաները ինչպես կկորի։ Ինչ հրաշալի է, չի Աստված։ Փաստորեն քո ծառայությունը անվարձահատույց չի մնա, որովհետև Տերը քեզ հատուցել է։ Ուրեմն մենք կրակի մոտ հանդիպեցինք Տիրոջը։ Մեր կոշիկները հանեցինք, որպես խաղաղության օրենքներն պատրաստ կոշիկները հագնենք եւ մեր քայլերը ճանաչենք։ Այնուհետև հայտությունը ստացանք։ Ով է իմ Տերը եւ ով եմ ես։ Եվ Տերը ասեց հիմա մարշ ծառայության եւ ես հասկացա ինչ է նշանակում լինել ծառա։ Ես ծառայության բարձը սա է, Մատթեոս 25-րդ գլուխ, ապրես հավատարիմ եւ իմաստուն ծառա, հոգի մեջ հավատարիմ եղար, մեծին կկարգեմ քեզ, եղիր 10 քաղաքների վրա, եղիր 5 քաղաքների վրա։ Եթե մեկն ինձ ծառայի իմ հետևից կգա, եւ որ ես եմ, այնտեղ կլինի եւ իմ ծառան։ Եթե մեկը ինձ ծառայի, նրան կպատվի իմ հայրը։ Կանգնենք։ Ես միասին ասենք։ Սա այսպես է ասում Տերը։ Եթե մեկն ինձ ծառայի, իմ հետևից կգա։ Եվ ուր որ ես եմ, այնտեղ կլինի եւ իմ ծառան։ Եթե մեկն ինձ ծառայի, նրան կպատվի իմ հայրը։ Եթե դու Քրիստոսին ծառայում ես, հայրը քեզ պատիվ կտա։ Ասա, իմացեք, որ Տիրոջից պիտի ստանաք ձեր ժառանգության հատուցումը։ Քանզի Քրիստոսին եք ծառայում։ Ինչ որ անեք, սրտանց անեք, որպես թե Տիրոջ համար եք անում եւ ոչ թե մարդկանց։ Իսկ անիրավը պետք է ստանա ըստ իր անիրավության։ Հայտություն 22:3 Դեռ մենք փառք ենք տալիս քեզ եւ շնորհակալ ենք քեզանից այսօրվա համար։ Շնորհակալ ենք Տեր այս կերակուրի համար։ Շնորհակալ ենք Տեր, որ դու մեզ սովորեցնում ես, որ մենք կարիք ունենք քեզ հանդիպելու։ Այն այրվող մորենու նույն կրակի մոտ, այն բոցը, որը երբեք չի սպառվում, երբեք չի վերջանում, որը գրավում է մեր բոլորի ուշադրությունը, որտեղից մենք պետք է առնենք այն ամենը, ինչի մասին մենք օրեցինք, ինչի մասին կիսվեցինք, ինչի մասին էլ դեռ չհասկացանք։ Որպեսզի մենք մեր մարդկային բոլոր քայլերից ազատվենք եւ կարողանանք Տեր շարժվել քո ճանապարհներով։ Քո խաղաղության ավետարին պատրաստ կոշիկները հագնել եւ զգուշությամբ քայլել իմաստունների պես, քանի որ օրերը չար են։ Եվ Տեր, մենք քեզանից խնդրում ենք հայտության հոգի, որպեսզի մենք իմաստություն ստանանք եւ ճանաչենք որն է բարին, հաճելին եւ կատարյալը եւ որն է քո կամքը եւ շարժվենք ծառայության եւ կարողանանք շարժվել քեզանով եւ անել այն ամենը, ինչ որ դու կպատվիրես, խոսել այն ամենը, ինչ որ դու կպատվիրես եւ գնալ այն ամեն տեղերը, ուր որ դու մեզ ուղարկես։ Քո փառավորի սուրբ անունը, օրհներ եւ այս երիտասարդությունը Տեր, յուրաքանչյուրի կյանքում ինչ որ դու ծրագրել ես Տեր, ողորմյալ լինի եւ այդ ամենը կատարվի քո Հիսուս Քրիստոսի անունով, որը քեզ փառք կբերի, հավիտյանս, ամեն։